Նաիրիտը Հայաստանի ամենահին ձեռնարկություններից մեկն է, որը սկսած 1930-ականների վերջից արտադրում էր երկրի ժողովրդական տնտեսության համար պահանջված քիմիական նյութ՝ կալցիումի կարբիդ։ 1940-ականների վերջից այն դարձավ քլորոպրենայի կաուչուկի մոնոպոլ արտադրողը։ Մինչև 1980-ականների վերջը գործարանը զբաղեցնում էր համաշխարհային սինթետիկ կաուչուկի շուկայի մոտ 10-ից 12%-ը։ Բացի այդ, Նաիրիտը արտադրում էր կարբինոլ, կաուստիկ սոդա, լատեքս, քլորային կրաքար, հեղուկ քլոր և այլ քիմիական նյութեր։ Գործարանը կարևոր դեր ուներ նաև գիտական և տեխնոլոգիական ոլորտում, այն լինելու միակ ձեռնարկություններից, որը կարող էր արտադրել քլորոպրենայի կաուչուկ հատուկ տեխնոլոգիաներով, մշակված հայ և խորհրդային քիմիկոսների կողմից։ Նաիրիտը իր գործում ապահովում էր հազարավոր մարդկանց աշխատանք և սոցիալական աջակցություն, աշխատակիցների ընտանիքների ու հարակից թաղամասերի համար կարևոր գործարան լինելու պատճառով։ Նյութերը արտահանվում էին բազմաթիվ երկրներ՝ Խորհրդային Հանրապետություններ, Արևելյան Եվրոպա և նույնիսկ Ասիա։ Գործարանը մի քանի ծանր շրջան է ապրել 1990-ականների սկզբին Խորհրդային Միության փլուզումից հետո, ինչպես և ողջ արդյունաբերությունը Նաիրիտը կանգ առավ, իսկ 1993 թվականին տնտեսական ճգնաժամի և Արցախյան պատերազմի պատճառով գործարանը լիակատար դադարեց իր գործունեությունը։ 2001 թվականից հետո այն մի քանի անգամ անցավ տարբեր սեփականատերերի ձեռքերը, կուտակելով պարտքեր, սակայն շարունակում էր աշխատել։ 2008 թվականին համաշխարհային տնտեսական ճգնաժամը ևս մեկ անգամ խափանեց արտադրությունը, և 2009 թվականին գործարանը նորից դադարեց գործել։ Թեև հետագայում փորձ էր կատարվել վերագործարկելու համար, ղեկավարությունը չհաշվարկեց տնտեսական ճգնաժամի հետևանքները և աշխարհում արտադրանքի նվազած պահանջարկը։ Արդյունքում 2010 թվականին Նաիրիտը կանգ առավ երրորդ անգամ և ամենայն հավանականությամբ արդեն վերջնականապես։ Բացի պատմական և տնտեսական նշանակությունից, Նաիրիտը նաև էկոլոգիական խնդիրներ է առաջացրել հարակից տարածքների աղտոտվածություն և առողջական ռիսկեր ստեղծելով, ինչը դարձել է հանրային քննարկումների առարկա։ Այսօր գործարանը փակ է և շարունակվում են քննարկումները հնարավոր վերագործարկման կամ լուծարման վերաբերյալ։